Հանրայինի եթերում եղանակի ժամն է, ես Գագիկ Սուրենյանն եմ, բարև ձեզ։ Առաջիկա 5 օրերին Հայաստանը գտնվելու է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ որոշակի դադարներով սպասվում են տեղումներ, լեռնային եւ առանձին նախալեռնային գոտիներում ձյան տեսքով։ Առանձին վայրերում կդիտվի քամուշ գնացում մինչև 24-ից 27 մետր/վայրկյան արագությամբ։ Ապրիլի 9-ին մեր երկրի եղանակային պայմանները կձևավորեն հետևյալ մթնոլորտային երևույթները։ Հայաստանի տարածքի վրա միմյանց են բախվում հարավից եկող արևադարձային եւ հյուսիս-արևմուտքից ներթափանցող արկտիկական ցուրտային հոսանքները, ձևավորելով հզոր մթնոլորտային ճակատ, որը հատկապես ակտիվ կլինի օրվա առաջին կեսին։ Արբանյակային լուսանկարի վրա մեզնից դեպի արևմուտք եւ հյուսիս-արևմուտք մենք տեսնում ենք այդ մթնոլորտային ճակատի հետ կապված հզոր անպամատության գոտին, որը արդեն աստիճանաբար ծածկում է Հայաստանի տարածքը։ Այդ մթնոլորտային ճակատը հատկապես ակտիվ կլինի օրվա առաջին կեսին։ Կեսօրից հետո դեպի երեկո այն կտեղափոխվի դեպի հարավային շրջաններ։ Այսպիսով այսօր գիշերը եւ վաղը ցերեկային ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են տեղումները լեռնային մարզերում եւ առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան տեսքով։ Առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի, ձևավորելով 20-ից 30 սանտիմետր ձնածածկույթ։ Հայաստանի լեռնային առանձին մարզերում կդիտվի քամուշ գնացում 24-ից 27 մետր/վայրկյան արագությամբ բուք ցածր հորիզոնական տեսանելիություն։ Եվ քանի որ Հայաստանը ներթափանցում արկտիկական ցուրտային հոսանքներ, վաղը ցերեկային ժամերին երկրի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 7 աստիճանով։ Այժմ տեսնենք, թե ինչ մթնոլորտային երևույթներ եւ ջերմային ֆոն են սպասվում հանրապետության մարզերում։ Շիրակում կդիտվի ձյուն, բայց կեսօրից հետո տեղումները կդադարեն։ Գիշերը մարզում կդիտվի 0-ից 3 աստիճան ցուրտ, ցերեկը 1-ից 6 աստիճան տաքություն։ Կոտայքում սպասվում են տեղումներ լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Լեռնային գոտում գիշերը սպասվում է 0-ից 2 աստիճան ցուրտ, ցերեկը 2-ից 5 աստիճան տաքություն, նախալեռնային հատվածներում գիշերը 3-ից 6, ցերեկը 7-ից 10 աստիճան տաքություն է։ Գեղարքունիքում կտեղա թաց ձյուն, գիշերը մարզում կդիտվի 1 աստիճան ցրտից 2 աստիճան տաքություն, ցերեկը 1-ից 5 աստիճան տաք է։ Ձյուն է սպասվում նաև Լոռու մարզում, գիշերը մարզում կգրանցվի 0-ից 2 աստիճան ցուրտ, ցերեկը 3-ից 6 աստիճան տաքություն։ Տավուշում սպասվում են տեղումներ նախալեռնային գոտիներում ձյան տեսքով։ Նախալեռնային գոտում գիշերը կդիտվի 1 աստիճան ցրտից 1 աստիճան տաքություն, ցերեկը 2-ից 5 աստիճան տաք է, ցածրադիր գոտիներում գիշերը 0-ից 2, ցերեկը 6-ից 9 աստիճան տաքություն է։ Արագածոտնում նույնպես սպասվում են տեղումներ լեռնային գոտիներում ձյան տեսքով, լեռնային գոտում նաև կդիտվի բուք ցածր հորիզոնական տեսանելիություն։ Լեռնային շրջաններում գիշերը կգրանցվի 0-ից 2 աստիճան ցուրտ, ցերեկը 2-ից 5 աստիճան տաք է, նախալեռնային գոտում գիշերը 3-ից 6, ցերեկը 8-ից 13 աստիճան տաքություն է։ Արարատյան դաշտում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, բայց կեսօրից հետո դեպի երեկո տեղումները կարճատև կդադարեն։ Արարատի նախալեռներում գիշերը սպասվում է 5-ից 7, ցերեկը 9-ից 11 աստիճան տաքություն, Արարատի ցածրադիր գոտում գիշերը 11-ից 13, ցերեկը 13-ից 15, Արմավիրի մարզում գիշերը 8-ից 10, ցերեկը 13-ից 15 աստիճան տաքություն է։ Վայոց ձորի մարզում կդիտվեն տեղումներ լեռնային գոտում ձյան տեսքով, լեռնային գոտում գիշերը կգրանցվի 1 աստիճան ցրտից 2 աստիճան տաքություն, ցերեկը 2-ից 4 աստիճան տաքություն է, նախալեռնային հատվածներում գիշերը 7-ից 11, ցերեկը 11-ից 15 աստիճան տաք է։ Սյունիքում տեղումներ կդիտվեն կեսօրից հետո։ Լեռնային գոտիներում գիշերը պետք է սպասել 2 աստիճան ցրտից 1 աստիճան տաքություն, ցերեկը 1-ից 4 աստիճան տաքություն է։ Նախալեռնային հատվածներում գիշերը 2-ից 5, ցերեկը 6-ից 9, հովտային գոտում գիշերը 7-ից 11, ցերեկը 15-ից 18 աստիճան տաքություն է։ Երևանում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, բայց կեսօրից հետո դեպի երեկո տեղումները կարճատև կդադարեն։ Գիշերը մայրաքաղաքում կդիտվի 9-ից 11, ցերեկը 11-ից 13 աստիճան տաքություն։ Այսպիսին էր մեզ սպասվող եղանակը Հայաստանում, ցտեսություն։